1 2 3 4 5 6 Դե ինչ, մենք արդեն եթերում ենք Wild Children ցուցահանդեսից, որը նվիրված է կարծես թե նպակի 30-ամյակին։ Մեր շրջաղմուկը, մեր ռադիոն կոչվում է, սպասես են սկսենք։ Եթերում է Երևանը, ժամը 4:40 Դուք լսում եք հաղորդում Wild Children Radio channel-ից, չնորից։ Եթերում է Երևանը, ժամը 4:40 Wild Children ռադիոկայանը սկսում է իր աշխատանքը։ Այսօր մենք գտնվում ենք նպատակում, որտեղ բացվելու է ցուցահանդեսը, որը կոչվում է հենց այդպես Wild Children։ Իրենք են վերցրել անունը մեր ռադիոկայանից, թե մենք ենք վերցրել անունը նրանցից, կպարզվի երևի շատ տարիներ հետո։ Բայց այսօր հենց այս պահին իմ առաջ նստած է Նարեկը Կրավչուկ, որը ժպտում է, նայում է ինձ պայծառ դեմքով, ասենց սպասում հարցերին, հետաքրքրություն կա մեջը, իսկ մենք որոշել ենք, որ մեր հաղորդումը կոչվելու է տափակ զրույցներ անլուրջ թեմաների շուրջ եւ այսօրվա առաջին իմ զրուցակիցը հենց Նարեկ Կրավչուկն է։ Նարեկ ջան, գիտես ինչի՞ ուրախ որ դա դու ես, որովհետեւ նախ նպատակը նշում է 30-ամյակը, իսկ դու իմ աչքերում դեռևս 16 ես, որտեղ մենք երբ ծանոթացանք, դու 16 տարեկան ես։ Հիմա քանի՞ս ես։ Հիմա դառել եմ արդեն 20, բայց իմ համար էլ շատ հետաքրքիր որ այդ ցուցահանդեսը նպատակում է, որովհետև առաջի ցուցահանդեսը, որ ես որոշեցի դառնալ արվեստագետ, հենց նպատակում է տեղի ունեցել։ Երբ էր դա։ 6 տարի առաջ։ Ինչ էր առաջ։ Ինչ գործ էի ներկայացրել այդ ժամանակ։ Պատի վրա գրել էի լիքը ձեռքով, ինավ բառը բավական է, այն կոնտեքստում, որ սելեկտիվ աբորտները եւ կնոջ շահագործումը հասարակության մեջ ահա որ տեսանելի էր դառել իմ համար, երբ որ ես դեռ դպրոցում էի այդ ժամանակ։ Եվ որոշեցի դա անեմ եւ ընկերս անում էր ցուցահանդես եւ ասեց ինչի՞ չանես դու ստեղ ցուցահանդես, ես ասեցի հա, ինչի՞ չանեմ, ու եկա ռիսկ վերցրեցի ու արեցի։ Դրանից հետո արդեն նոր ծանոթացա Հարութի հետ, այդ նույն ցուցահանդեսի շրջանակներում եւ սկսեցինք թերթ անել։ Նարեկ, այդ ռիսկից էի ուզում խոսել։ Երբ ասում ես ռիսկ վերցրեցի, ասեցի, հա, ռիսկ արեցի, այդ ռիսկը մի քիչ պատմի այդ ինչա։ Այդ ռիսկը շատ հետաքրքիր է, որովհետև երբ որ ես այդ ժամանակ 14 տարեկան էի, ես դեռ փնտրում էի ինչ-որ բաներ, ինչ է ինձ հետաքրքիր, ոնց կարող եմ ընկերներ ունենալ, ոնց կարող եմ մենակ չլինել, արդյոք այն ընկերները, որ ես ունեմ, ինձ իրոք հետաքրքիր են, թե ուղղակի ինչ-որ մարդիկ են, ում հետ ես նույնիսկ ինչ-որ մի բան չեմ լսում, նույն խնդիրները, որ կարող եմ քննարկել, օրինակ հենց սելեկտիվ աբորտների եւ կնոջ շահագործման հետ կապված կամ հենց իմ անձնական խնդիրները։ Եվ դրանից հետո, երբ որ ես հայտնվեցի սիմպոզիումում Արատեսում, այդտեղ էր Գրիգորը, որ ինձ ասեց, միգուցե դու գաս մասնակցես ցուցահանդեսին։ Եվ այդ ժամանակ ես մտածում էի, բայց ինչ-որ բան փոխվում է, ես պետք է որոշում կայացնեմ, ես ուզում եմ արվեստագետ լինեմ, թե չեմ ուզում արվեստագետ լինեմ։ Որովհետև հա, ասենք ծնողներս ասել են տաղանդավոր ես, NS, բայց դժվար է, չէ՞, այդ քայլը ինքնուրույն անես։ Բայց ասեցի, իսկ ինչի՞ չէ, հա, ես ուզում եմ գնամ այդ ցուցահանդեսին մասնակցեմ եւ ես արվեստագետ եմ։ Եվ այդ օրվանից, այդ ռիսկը անելուց հետո, ես կարծում եմ, ռիսկը շատ կարևոր բան է, որ միշտ պետք է լինի։ Հենց ռիսկը չլինի, ինչ-որ բան ուրեմն տեղի չի ունենալու, իսկ ինչ-որ բան որ տեղի չի ունենում, ինչ-որ բան չի ստացվում։ Այդ գիտես ինչը դուրս եկա, որ ասում ես ու հարցրեցի ես հիմա ինչ ես արվեստագետ եմ, ես հասկացա կամ որոշեցի, որ ես արվեստագետ եմ։ Այդ ես արվեստագետ եմ, ինչ է, այդ ինչա որոշումը ընդմիշտ է, դա ինչ է այդ ես արվեստագետ եմ։ Ես կարծում եմ դա պատասխանատվության հետ է կապված, որ ես ինչ-որ մի բան ասում եմ, դա շատ կարևոր է, որ ես ասեմ, ես արվեստագետ եմ, որովհետև ես նկատել եմ երիտասարդների մոտ, օրինակ,
հիմա մեր իրականության մեջ որ ապրում ենք, շատ բարդ է ասել, որ ես արվեստագետ եմ, անընդհատ մանիպուլյացիայի տեղ է ուզում լինի, որ չէ։ Ոնց որ նաև ուրիշ բան եմ ասում, չէ, ասենք ոնց ես օրինակ արվեստագետ եմ, բայց ինձ հարցնում են դու ինչ ես անում, ես ասում եմ, չգիտեմ, աշխատում եմ այս ինչ տեղը, թե աշխատում եմ կամ ասենք ես արվեստ եմ սիրում, բայց չեմ ասում, պատասխանատվություն չեմ վերցնում նրա նկատմամբ, թե ես ինչ անում եմ, ոնց որ իմ գործը չլինի, այլ sense մի բան կա, հայ ես եմ արել, բայց այդքան կարևոր չէ։ Կամ ասենք ես մասնակցում եմ նպատակ ցուցահանդեսի, բայց ես մասնակցում եմ նա կարևորվում, ոչ թե որ ես արվեստագետ եմ։ Այո։ Որ ինչ որ մի բանի մասնակցում ես, ինչի համար ես մասնակցում, եթե դու արվեստագետ չես, օրինակ ցուցահանդեսի։ Շատ կարևոր է, որ քո գործը հենց քո հետ պայմանավորված։ Առանց դրա ինչ կապ ունի իրականության հետ այդ գործը, եթե քո հետ չի պայմանավորված։ Նարեկ, ինչով է այդ դեպքում պայմանավորված այսօրվա քո ներկայացած գործը քեզնով։ Ես կարծում եմ անհրաժեշտությամբ, ընկերական եւ նաեւ պայքարի որպես ձև։ Ու ինչն է այդ պայքարը։ Ասենք դու արթնանում ես ու արթնացել ես, թե ես խմում կամ կոֆե ես խմում, ձգվում ես, գնում ես, շտապում ես, ուշանում ես եւ այլն կամ գուցե ոչ։ Բայց այդ ես արվեստագետ եմ, մեկ էլ ես պայքարում եմ, ինքը ոնց է արտահայտվում քո մարմնի մեջ, քո օրվա մեջ։ Շատ ուղիղ, որովհետև ես կարծում եմ, եթե ես վստահ չեմ, ես ով եմ եւ ինչ եմ ուզում անեմ եւ ինչի տակրություններ ունեմ, ես ուղղակի չեմ կարող քայլել, երբ որ տնից դուրս գամ փողոց, չեմ կարող հասնել այստեղ, եթե վստահ չեմ։ Ոչ թե բացարձակ վստահության մասին, այլ ուղղակի, որ ես արվեստագետ եմ եւ ես գիտեմ ես ինչ եմ արել եւ անհրաժեշտությունը իմ արածի եւ նաեւ մենակ չլինելու կարեւորությունը, որովհետեւ ես ինչ որ ձեր պետքա չեմ մարդկանց հետ խոսեմ, շփվեմ, իսկ եթե ոչ արվեստ, ապա ինչ եմ ես այդ մարդկանց հետ կիսելու։ Հիմա որ քեզ մեկը փողոցում ասենք մի անծանոթ հետ միտեղ ծանոթացար եւ այլն, ասում ես, ինչ ասում ես, բարև ձեզ, Նարեկ, ասենք, ես ասում եմ Կարեն, ու հետո ասում եմ, բա դու ինչով ես զբաղվում, դու ինչ ես ասում։ Ես արվեստագետ եմ, արվեստով։ Իսկ հետ չնա որ դիմացին ասի, հա, բա այդ ինչ ես անում, ու թե ինչ ես ասում։ Պատմում եմ ինչ եմ անում եւ ոնց եմ միջավայր փորձում արվեստի միջոցով ստեղծել։ Լասա էլի, ինձ էլ պատմում։ Դե ամեն դեպքում իմ գործը, որ ես օրինակ արել եմ ցուցահանդեսի համար, նրանից ելնելով չեմ արել, որ ասենք ես տենչում եմ ցուցադրվել, նաև դա կարող է լինել, ասենք քաղցուն եմ ցուցադրելու, բայց դա չի հիմնական պատճառը, որ արվեստի գործ ես անում, այլ անում ես նրա համար, որտեղ կարող ես դիսկուրս ստեղծել կամ լինել դիսկուրսի մաս, խոսալ հարցերի շուրջ, որոնք անհանգստացնում են։ Վալպարագայում մեր ցուցահանդեսի կոնտեքստում երիտասարդությունը, դե երիտասարդությունը ինչպիսի գործեր է անում, ինչպիսի խնդիրներ կան երիտասարդական, ինչպիսի սեքսուալ խնդիրներ կան, ինչպիսի քաղաքական խնդիրներ կան եւ դա է հիմնական պատճառը, ինչի համար ես դու արվեստի գործ անում, ես վալպարագայում։ Իսկ որպես հաճույք, զգացողություն, հիմա օրինակ եթե մի պաճկեր փակես, այ հիմա օրինակ այդ զգացողությունը ինչ է, տագնապան, հանգստությունն է, հաճույքը, որ մասն է իրոք, մարմինը ոնց արձագանքում է այդ քո արվեստագետ լինելու որոշմանը, ռիսկին, որը ոնց որ ասեցի։ Նախ ասեմ ցնցող զգացողությունը աչքերը փակել ցուցահանդեսի ժամանակ եւ այդ զգացողությունը գիտես ինչ է, անհանգստությունը, բայց այդ անհանգստությունը այնքան ոգևորիչ է, որ այդ մարմինդ ոգևորվում է եւ դու ինչ որ մի բանի մաս ես դառնում։ Հիմա որ մասը դա ոգևորված, որտեղ նստած ես ոտքի գցած, կրեսլոյի մեջ բտտում ես։ Բայց ամբողջ մարմնից մեջ երբ որ աչքերս ասեցի փակեմ, մի անգամից ինձ ինչ որ դող հայտնվեց։ Ահա։ Եվ այդ դողը նման է մի քիչ օրգազմիկ դողի, որտեղ այդ հաճույքի հետ է կապված եւ այնքան հաճելի է այս աղմուկը, այս ամբողջ ձայները, վիզուալ աղմուկը, բայց որոշակի օրինաչափությունը ես կարծում եմ այո։ Նարեկ, իսկ վախը որտեղ է, որտեղ մի հատ sense զգացողություն էլ կա, չէ, որ արվեստագետներին հասարակությունը, այլ հասարակությունը արտեսնում ենք չնայած համար այդ արվեստագետին ու հասարակություն բաժանում այլ մարդկանց հետ չի բաժանել, այլ մարդիկ ասենք, նայելով ասում դե ոնց որ sense սեկտայի պես ինչ որ բան ունեն, կամ առանձին ունեն, կամ
այլ տեղ է ձեր միտքը։ Այդ կայֆի զգացողությունը, որ մենք իրար հետ ենք, հիմա այլ ցուցահանդես ենք անում եւ այլն, բայց կա վախ, կա ուժ, բրուտալ ուժ, վերջո կա պատերազմ, հիմա հենց այս բաներ։ Այդտեղ կարող է այդ մարմնի զգացողությունը կապված է մի հատ իլյուզոր հաճույքի հետ, որ հիմա ցուցահանդեսը կբացվի, բայց իսկ դուրս էս պատուհանից են կողմ։ Ես չեմ կարծում, որ այս պատուհանից այս կողմ եւ այն կողմ իրարից տարանջատված են։ Այսինքն ինչ տեղի անում դրսում ուղիղ կապ ունի այն նրա հետ, թե որպեսզի աշխատանքներ են արված այս ցուցահանդեսի համար եւ ինչա ցուցադրվում այստեղ։ Այսինքն չեմ կարող ես կտրեմ, որ սա ուղղակի արվեստ է, որը ընդհանրապես կապ չունի իրականության հետ։ Ոչ, հենց դա իրականությունը պայմանավորված է արվեստով։ Եվ իհարկե վախերը շատ կարևոր են, բայց ես չեմ պատասխանի այդ հարցին ստում, թե ինչ վախեր կան, բայց վախերը բայց վախերը նաև ես կարծում եմ, որ հիմնականում ամեն դեպքում ներդրված են մեր մեջ, տվյալ պարագայում, որ օրինակ իլյուզոր է եւ միգուցե իրականության հետ չունի, միգուցե արվեստաբանները նման բան նույնիսկ ասեն, բա ինչ կապ ունի սա մեր հետ, բայց իրականում կարծում եմ հենց դա կապը ստեղծում մեր հետ, արվեստը եւ իրականության հետ եւ մեր թե ոնց ենք մենք նայում եւ ինչ ենք մենք տեսնում եւ ինչի հետ ենք համաձայն եւ ինչի հետ համաձայն չենք։ Իսկ վախերը, որոնք ստեղծվում են, հիմնականում պետքա պայքարել այդ վախերի դեմ, ոչ թե ոչնչացնել վախերը, բայց այդ խնդիրը, ինչ խնդիր է, որ վախը։ Հիմա դու վախենում ես։ Այո, քեզնից։ Ինձնից։ Ինչու՞։ Որտեղ դու ես։ Իսկ այդ վախեն, լավ, բացի ինձնից, էլ ինչ ես վախենում։ Չեմ պատասխանի այդ հարցը կա։ Okay, բայց այդ վախերը միանգամից եկան, հիմա որ հարցը տվեցի։ Չէ, այդ վախերը չեն կարող չլինեն, միշտ ներկա են, ինչ-որ փաթվածը վահերի կարող է ներկա չեն, երբ որ դու գերոգևորված ես, եւ հիմա ես էլի գերոգևորված եմ, բայց դու տենց հարց ես տալիս, մեկը հիշելու է։ Բայց իրանց կրել դա բարդ բան է։ Իսկ դու այդ ուզում հասկանում մենք անընդհատ կռվի մեջ ենք այդ դեպքում մեզ վախեցնողներից, որը նաև ասենք մեր հասարակությունն է, իշխանությունն է, ինստիտուցիաներն են, ծնողներն են, ընտանիքն է, հազար մի վախենալու բան կա։ Մենք անընդհատ պատերազմում ենք, թե ունենք նաև տարբերակ մի հատ այլ կետից նայելու եւ այդ դեպքում թող իրանք ինձ վախենան։ Ես մտածում եմ, որ այդ վախերը, որ ստեղծվում են, ամեն դեպքում մենք միշտ պայքարում ենք։ Այսինքն պատերազմ բարդ է ասել, չի ասի պատերազմ, բայց պայքարելը իշխանության դեմ, իշխանության տարբեր կոնտեքստերում, համ կառավարության իշխանության, համ ընտանեկան իշխանության, համ բոլոր տեսակի իշխանության դեմ միշտ պայքարում ենք։ Եվ այդ վախերն էլ հնարավորություն է ստեղծում նկատեմ այդ պայքարը, ինչի դեմ պետք է պայքարեմ, այսինքն չստացվի նենց, որ ես պայքարում եմ, չեմ հասկանում ինչի դեմ, չէ։ Եվ հիմա դու այսօր գիտես ինչի դեմ ես դու պայքարում։ Ինչ որ մի երկու բան կասես։ Ես կարծում եմ ամենակարևոր եւ ամենաշատ ասող բանը դրա նկատմամբ կլինի շահագործման եւ իշխանության եւ դաժանության դեմ արվեստի միջոցով։ Իսկ արվեստը որպես հաճույքի եւ իրար հետ լինելու տեղ ես կարծում եմ միակ ձևն է, որ կարող ես դրա դեմ պայքարել։ Դաժանության դեմ ես կարծում եմ միայն կարող ես պայքարել սիրով եւ արվեստը եթե սերը չի, ապա ի՞նչն է սերը։ Նարեկ, մենք էլ wild-ն եմ ուզում իմանամ, ասենք համարում ես քեզ wild։ Բարդ է դա ինչ-որ տեղ, այո, բայց բարդ է քեզ wild համարես, չես կարող քաղաքում wild լինես ու չես կարող։ Բայց որոշակի wild-ություն կա։ Մի տնից դուրս ես գալիս, քայլելով, ասենք քո կարած շորերով, քո երկար մազերով,
ոչ մի բանին ոչ մեկին այլ նման չլինելով, հա, որ դա ակնհայտերում է։ Բայց քո համար դու ինքդ wild չես, բայց մյուսների աչքերում տարօրինակ ես, չէ՞։ Բայց wild չեմ կարծում, որ մյուսների աչքերում wild եմ, կամ գուցե wild եմ, չգիտեմ, այդ wild բառը ինձ հետաքրքիր է, ինքը շատ ոգևորիչ է, բայց ամեն մեկ ուրիշ ձև է հասկանում, եւ իմ հասկացած ձևը կարող է շատ ավելի շատ պատասխանատվություն է պահանջում, քան ընդհանրապես wild բառը, որ լսում եմ առաջին անգամ։ Հիմա գուցե փողոցում քայլելուց այո, բայց ինչ է wild-ը քո համար էլի։ Այդ որ գուցե ավելի շատ է, քան դու ես բային ես, ինչ wild-ն է, ինչպեսին է wild-ը։ Ինձ թվում է, Եվ հետո wild բառը թարգմանում ես հայերեն։ ոչ, Որտեղ եթե wild թարգմանա, Վայրի։ դու խոսիքն ես։ չէ, դու կարող ես խոսել, մենք կարող ենք բանավեճ ունենալ։ Չէ, ուզում եմ, ուզում եմ լսեմ քեզ հա մինչև բանավիճակը։ Հա։ Չեմ թարգմանում վայրի, որովհետև վայրի միանգամից գալիս է վայրենի վրա եւ լիքը ասոցիացիաներ կան հայերենում, բայց անգլերենում երբ որ ասում եմ wild, միանգամից բունտարություն կա մի հատ, որ վայրենի մեջ չկա դա, վայրենին կոնկրետ մի հատ կլիշեավորված կերպար է վայրենի, ոչ թե որ կոլոնիալ է, այսինքն native մարդու կոլոնիզացված կերպարն է, որը ենթակա է արժեզրկման մեր հասարակության մեջ, բայց wild-ը ես կարծում եմ, երբ որ խոսում եմ օրինակ անարխիզմի մասին, այդ wild-ությունը ներկա է եւ անարխիստը wild է եւ պայքարի կատարյալ վատ բառ է, բայց պայքարի ավելի սրած տարբերակում wild-ությունը անհրաժեշտություն է երբ որ պայքարը ուղղակի հնարավոր չի, որ մի քայլ հետ գա, այսինքն ինքը սկսվել է եւ ինքը շարունակվում է եւ գնում է մինչև հեղափոխություն եւ wild-ը այդ կոնտեքստում անհրաժեշտություն է, բայց ուղղակի wild որպես ես wild եմ, դա բարդ է, ես մենակ չեմ կարող wild լինել, wild-ը պետք է լինենք եւ այդ wild-ությունը պետք է լինի։ Հա Բունտարների հավաքա դիմադրության, դիմադրության։ Բունտար երևի այդքան լավ չի, ինչքան դիմադրության։ ու քեզ մենակ ես զգում, պարզով մենակ ես զգում, ոնց ես կապում քեզ այլ տարածքներում գործող բունտարների հետ, նկատի ունեմ գեոգրաֆիաները ինչ ակուամա, որպես սահմանափակությունը, վիզաները, պատնեշները։ Անկեղծ ասած, այդքան շատ չի հետաքրքրում այդ բյուրոկրատական պատնեշները, որովհետև մի հատ sense վստահություն կա, որ ես մենակ չեմ, որը արվեստն է ապահովում, որ նույնիսկ ասենք հա վիզա չստացա, միևնույնն է մենակ չեմ եւ պարտադիր չի, հենց լավ կլիներ, հիմա չի ստացվել, ուրիշ բան կստացվի եւ ես մեկա մենակ չեմ եւ դա ես կարծում եմ միշտ չի վերաբերվում ոչ միայն ինձ է վերաբերվում, այլ բոլոր մասնակիցներին է ցուցանտեսի եւ այդ տարածքները իհարկե մենք փորձում ենք կապեր ստեղծել, ավելի ամրապնդել այդ կապերը, որպեսզի պայքարը մի տեղից չի կարող լինի, որտեղ պայքարը մի տեղից չի կարող լինի, այլ տարածվի եւ լինի որպես պայքար, ոչ թե որպես էսթետիկա, որը հենց հիմա տեղի է ունեցել, բայց վաղը մոռացել ենք։ Չէ, նույն պրինցիպով ոնց որ ցուցահանդեսն ենք անում։ 2 ամիս շարունակ լինելու են իվենտներ, 2 ամիս շարունակ լինելու է kitchen, library, film screening-ներ եւ այդ ամեն ինչը տեղի անելու ստեղ մենք ներկա ենք լինելու եւ պայքարը եւ ռեզիստանսը եւ իրար հետ լինելը ներկա է լինելու ոչ թե բացում է եղավ շամպանսկի խմեցինք եւ ավարտվեց Այսինքն շամպանսկի դա լինելու այդ չգիտեմ բաց չէր լինի Նարեկ իսկ ֆորման ոնց է ընտրում այս ամեն ինչի դրսևորման ֆորման երբ որ գալիս է դրսևորելու այդ դրսևորվածը դել պետք է հետո
ասենք ներկայացրի ցուցահանդեսին, այդտեղ արդեն կոմպրոմիս չկա։ Չեմ կարծում այդ կոնտեքստում կոմպրոմիս կարա լինի, որովհետև ինչ ուզում եմ անեմ, այսինքն չի կարա լինի, որ ֆորման կա, բայց իդեան չկա, կամ հակառակը, իդեան կա, բայց ասենք չգիտեմ ինչ նյութով անեմ, հետո մտքովս ասում եմ, այս նյութով անեմ, բայց այդ նյութը գոյություն չունի։ Չէ, ֆորման իդեայի հետ միաժամանակ հայտնվում է, եւ եթե ցանկություն ունես, անում ես։ Եվ կոմպրոմիսի որտեղ կարաս տեղ գնաս, չես կարա գնաս, չեմ կարծում։ Այսինքն այնքան հաճիկով ժպիտը դեմքին աչքերը փայլելով խոսում ես, որ ուզում եմ այդ հարցը տամ, ամեն դեպքում այսինքն դու երբ որ առավոտյան տնից դուրս ես գալիս, դուրս գալուց առաջ այդ տարբերակները որ ասում է արև դու դուրս մի արի, ես դուրս կգա։ Չեմ կարծում, որ դա այդպես չափազանցրած տարբերակն է, բայց ամեն դեպքում վստահություն կա, ոնց եմ ես տնից դուրս գալիս։ Բայց նես չի, որ ես ամեն առավոտ դա որոշում եմ, չէ։ Ուղղակի դա որպես օրինաչափություն իմ առօրյայի մասը չի կարա փոխվի։ Եվ այդ վստահությունը ռեսուրս է քո համար։ Ուժ է։ Հենք է։ Հիմք, հա, առանց դրա չի կարող, ասում եմ, չեմ կարող քայլել։ Ուղղակի հենց ինչ որ մի պահի մեկ էլ ման չեմ կարող տնից դուրս գալ, կփակվեմ տան մեջ եւ չեմ էլ հասկանում տան մեջ ինչ կարող եմ անել։ Ոչ կարաս ֆիլմ նայես, ոչ կարաս կարդաս, որտեվ եթե հիմք չունես, ո՞նց ես կարդալու կամ քայլը մտածել, չես կարող մտածել ուղղակի, պանիկայի մեջ կայտնվես։ Իսկ վերջի անգամ ես այդպես այդ պանիկայի մեջ։ Այդ զգացողությունը confused-ի լինում են այն ժամանակներում, երբ որ ինչ-որ մի բան փորձում ես անես եւ մտածում ես, մեկ էլ ստացվում է, որ ու հետ որ մտածում ես, բայց փաստորեն տես չի, այսինքն չես կիսում ինչ-որ մի բան, թվացել է քեզ որ կիսում ես։ Հիմա ժամանակ դժվար է քեզ կոնկրետ ասեմ, բայց տենց պահերին մեկ էլ կարող է պանիկան հայտնվի, որ ես վստահ եմ ինչ-որ մի բանի վրա, բայց մեկ էլ քննարկումից հասկանում եմ, որ չէ, այսինքն ես եմ մենակ վստահ եւ ես վստահ եմ, որ դու վստահ ես նույն բանի վրա, բայց դու իրական վստահ չես դրա վրա։ Դա բարդացնում է ու վախերից մեկն է, բայց պետք չի դրան տրվել, որովհետեւ շատ tricky է այդ պահը եւ հետո շատ արագ միանգամից ռեաբիլիտացիայի պահը գալիս է, այսինքն երբ որ մեկ էլ հասկանում ես, որ տենց չի, միշտ շարունակում է, պայքարը միշտ process-ի մեջ է, կարա փոխվի ինչ-որ բան, բայց միշտ շարունակում է։ Այսօր մեկնում ես, Այսօր չէ, այսօր չէ, երկու օրից։ Հայտակցա իմ ապնեսպարություն, որ այսօր է։ Ու երկու օրից մեկնում ես, այդ զգացողություններն էլ եմ ուզում մի քիչ խոսեմ, հետաքրքիր կոմունայ չկա այդ, որ այ գնում եմ եւ ուրիշ կինո ասկսում, ոնց որ Հայաստանից երբ որ դուրս ես գալիս, մեզ Եվրոպա, ու մենք էլ էտոնդեից հետ ես գալիս, այ այդ երկուսը ինչ որ կետեր ունեն, հանդիպման ու չհանդիպման։ Հա, ես մտածում եմ ամեն դեպքում, որ զուգահեռ է այն ինչ տեղի անենում եւ ես չեմ կարող ասենք եկա այս աշխատանքի, հիմա գնում եմ ուրիշ աշխատանքի։ Չէ, հիմա այստեղ process է սկսել եւ ես երկու շաբաթ չեմ լինելու հանրապետությունում, բայց process-ի մասն եմ լինելու։ Եվ ընդեղ էլ ուրիշ իրադարձություններ են լինելու, որին նաեւ կապված այս process-ին անադարձ է լինելու։ Եվ այդ կապը չի կարելի կտրել, որ մեկ էլ ստեղծել ցուցահանդես է եւ ընդեղ ուրիշ ցուցահանդես է, իրան կապված չեն։ Չէ, կապված է նրանով, որ ես ստեղ եմ մասնակցում, ընդեղ եմ մասնակցում ցուցահանդեսի եւ այդ կոնտեքստում շատ կարևոր է, որ իմ հետ լինել, չբաժանվեմ այդ background-ից ամեն դեպքում։ հիմա երբ որ դու խոսում ես, այս դու ես, որ խոսում ես, թե այդ նաև հասարակության կողմից, նաև արվեստագիտական հասարակության կողմից ձևավորված նարեկն է, թե Ես կարծում եմ ես չեմ կարծում, որ արվեստագիտական հասարակության կողմից ձևավորված նարեկը այսպեսին կլիներ։ իսկ որտեղ ես հիմա դու։ Բայց նպատակում ցուցահանդեսին, ֆլի մարքետի զոնայում, պատուանի մոտ
նայում եմ մյուս կողմս վերնիսաժն է, մյուս կողմս մեր ֆլիմարկետն է։ Իսկ սենց որ նայես, ասենք, երբ որ դեզերքի բանից այդպես վերջերս լուսնի մյուս կողմը հայտնվեց առաջի անգամ մարդը, այնտեղից որ նայեն, դու որտեղ ես։ Մոլորակի վրա նփակում։ Այնտեղ։ Կա ինչ-որ բան, որ կուզեիր քեզ հարցնել, չհարցրեցի։ Դու հարցնես։ Ես կարծում եմ, եթե քո մոտ տենց հարց է առաջանում, միգուցե դու ես այդ հարցը, որ ուզում ես հարցնես, բայց չհարցրեցիր։ Չէ, ինձ մոտ զգացողություն կա, որ եկանք հասանք ինչ-որ մի ավարտի մեր զրույցին։ Այո։ Կոսմոսին անդրադարձանք, լուսնի հետևին եւ ֆլիմարկետին։ Ինչ զգացողություն ունես թե բանի։ Ես կարծում եմ քո հետ միշտ զրուցելը հաճույք է։ Ինչ լավ։ Դե ինչ։ Այսքանով ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը։ Մեր հյուրն էր զրուցակիցս Նարեկ Կրավչուկը։ Ձեզ պայծառ օր։ Շնորհակալություն Նարեկ։ Շնորհակալություն Կարեն։ Եթերում է Երևանը, ժամը 4:65 րոպե։ Դուք լսում եք Wild Children ռադիոկայանի հերթական հաղորդումը։